ոչ, քանի որ թուրքը մնում է թուրք։ Մեր մոտ ասում են, եթե թուրքի հետ խոսում ես, փայտը ձեռքդ պետք է պահես։ Այն պատերազմի ժամանակ 41-45 թվերին մեր համար фашист немецներ, չէ՞, но фашизм живет во всех людях։ Մեզ համար էլ թուրքը մնում է թուրք։ Թուրքը հային որ չի սիրե, ես ինչի պետք է իրան сирեմ։ Ես չեմ ընդունում բարեկամությունը այն մարդու հետ, եթե փոխադարձ չի այդ սերը։ Ես սիրեմ, իրանք չսիրեն, ես էլ իրանք չեմ սիրի։ Я считаю, что дружба между двумя странами возможна, но при этом не нужно стирать нашу историю. Геноцид армян – это одно из самых трагичных событий в истории Армении, и забывать его, мне кажется, предавать свою страну и свою историю. Но дружба стран, безусловно, возможна, но не таким путем. Ես չեմ հավատում դրան, ես մտածում եմ բոլոր հայերս ոչ մեկը չի հավատում։ Չի լինի տենց բան։ Իրանք չեն ուզում։ Դրա համար ես մտածում եմ չի լինի։ Բացարձակապես հնարավոր չի թուրքերի հետ բարեկամություն անել եւ մոռանալ ցեղասպանությունը, այն որը դարձավ պատճառ սփյուռքի գոյության, որի պատճառով հայը ծրվեց աշխարհով մեկ, մի կերպ մազապործ եղած թուրքի դաժանություններից։ Ոնց կարող է ընդունել այդ իրանց բարեկամությունը, եթե իրանք ագրեսիվ են տրամադրված։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետև դա փաստ է։ Դե իրենք կարող են ցույց տալ արհեստականորեն, որ ցանկանում են բարեկամանալ, բայց փաստը այլ բան է ցույց տալիս։ Քանի անգամ եղել եմ Եվրոպայում եւ չեմ ուզում, ես ինքս չեմ ուզում, կարելի է գնալ, հանգստանալ, ման գալ, բայց իրանց մեջ լինել ահավորը։ Ու հայերին ես մտածում եմ, որ սազական չի, կարող է սխալ բան է, բարեմ գտել, սազական չի։ Եվրոպայի մեջ լինել, մենք մեր ուղին ունենք, մեր մտածելակերպը ունենք, մեր դրվածքը ունենք, ու իմ կարծիքով մեզ էլ այդտեղ լավ չեն նայի։ Я думаю, Армения сможет выжить, но это будет очень тяжелый путь. И больше всего пострадают, конечно, обычные граждане, которым, мне кажется, повторится история, когда Армения приняла независимость, и мои родители рассказывают о том, как тяжело им было. И мне кажется, сейчас, если Армения решит стать на этот путь, повторится та же самая история. Մենք շրջապատման մեջ որ եղել ենք ոնց ենք ապրել այդ շրջափակումը։ Նիկոլն է մեզի ոտի կանգնացրել։ Ուղղակի մենք հայ ժողովուրդս դիմանում ենք ամեն ինչի։ Առանց Նիկոլի ապրել ենք, բայց առանց հարևանի դժվար է ապրելը։ Մենք բոլորս էլ կախված ենք մեկս մյուսից։ Հարևանը ես պետք է տամ հարևանին, հարևանը պետք է տա ինձ, որ այդ գնանք կանք, որ այդ ես էլ ոտի կանգնեմ ինքն էլ։ Նիկոլներն ինչքան ուզում են խոսան, իրանք հիմա չեն մտածում մեր մասին, իրանք մտածում են առաջին իրանց մասին, ոչ թե ժողովրդի։ Իսկ այդ բառը, որ իրանք ասում են ժողովուրդն է, այս երկրի դերը, այս ժողովուրդը ոչ մի բանի դերը չի։ Ամեն ինչի դերը դուք եք դարձել, իսկ մեր ժողովուրդը ոնց է ապրում։ Ընդամենը 3 միլիոն ենք, բայց ինչքան աղքատներ ունենք, ինչքան փողոցում թափառողներ ունենք, ինչի համար։ Չէ, ես չեմ ընդունում այդ բաները։ Հետո Էդի լավ բան կա Եվրոպայում որ։ Մեզ հեքիաթ են պատմելու, դա չի լինելու, որտեղ չի եղել ոչ մի երկրի հետ, դա ուղղակի հերթ պետք է կանգնենք ու սպասենք կլինի թե չի անհուս, անիմաստ։ Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառությանը Ռուսաստանի հետ, այդքան շատ չեմ կարող, չգիտեմ, բայց ամեն դեպքում ոնց է լինի Ռուսաստանը ավելի մոտիկա, քան Եվրոպայել, Ամերիկայել։ Փաստն այն է, որ Փաշինյանը խարխափում է այդ մեկ Եվրամիություն, մեկ Ռուսաստան, մեկ Թուրքիա, Ադրբեջան, ժողովրդին էլ գցում է թյուրիմացության մեջ, ժողովուրդն էլ չգիտի որն է ճիշտ, որն է սխալ արդեն։ Ոնց կարող է հավատալ մի բանի, որը որ անընդհատ փոփոխվում է։ Կայուն ոչ մի բան չեմ տեսնում։ Եվրոպայի վիճակը արդեն այնքան վատ է, որ դեռ 10 տարի հետո եթե Եվրոպան մնա որպես միություն, Եվրամիություն, այսպես միասնական, ինչպես որ փորձում են ունենալ, դա հնարավոր բան չի, արդեն նրանք կայքայվում են եւ հաշվի չեն առնում իրենց ժողովրդի եվրոպական ժողովրդի կարծիքը։ Եվրամիությունին մտնել նշանակում է իհարկե կտրել կապերը, որովհետեւ կամ պիտի Եվրամիության մեջ լինել կամ Եվրասիական
միության։ Իսկ դա մեզ համար, Հայաստանի համար եւս մեկ կործանարար ճանապարհ է։ Եվրոպացիների միշտ էլ դարեր շարունակ խոստումներ են տվել ինչ որ բաների, բայց այդպես էլ ոչինչով մեր մատից փուշ չեն հանել։ Ոչ մեկս ապահովագրված չենք մեր կյանքով, մեր ապրուստով, մեր կենսակերպով։ Ոչոք վստահ չի, վաղվա օրը ինչ կլինի։ Թերարժեքության գաղափար եմ տեսնում ես այդտեղ, որ աշխատում են անընդհատ խեղդել հային, որ ինքն իրեն չարժևորի։ Безопасность – это та сфера, над которой всегда можно работать и улучшаться. И я думаю, Армении есть куда стремиться. Անվտանգություն Հայաստանում գոյություն չունի, պետք է փոխել ինչ որ հիմա կատարում է լի հակառակը։ Ապահովել բնակչության անվտանգությունը եւ ոչ էկող հրապարակում պարողների անվտանգությունը։ Պետք է ապահովի հայ ժողովրդի եւ հայ սահմանների անվտանգությունը։ ԱԱՑ-ը որը որ գոյություն չունի։ Ես չէի ասի, որ Հայաստանում ապրելն անվտանգ է։ Ողջ չեմ, քանի որ մի մասի համար Հայաստանը լավ էլ վտանգավոր է, եթե ժողովրդի ձեռքը կա զենք ունեն, այդ զենքը մի օր պետք է գրագի, չգրագի Թուրքի վրա, կգրագի մեր վրա։ Նենց որ անվտանգ չկա։ Վտանգությունը անընդհատ էլ կախված է մեր գլխին։ Գնալով ավելի վատանում է, ինչ լավ բան կա, չէ, չկա։ Անվտանգություն կա։ Չկա։ Բանակ չունենք։ Չանվտանգության մասին է խոսքը։ Իմ կարծիքով չկա։ Իշխանությունը, երկրի վարչապետը, կառավարությունը պիտի հոգ տանեն Հայաստանի անվտանգության համար։ Միշտեր բանակն են քայքայում, իսկ անվտանգությունը ինչպես կարելի պահել։ Միայն ուժեղ հզոր բանակ ունենալով։ Եթե բանակը դարձնում են քիչ ծառայությունը դարձնում են ամիսներ եւ վճարովի, այսպես ասած, երբ սպաները, գեներալները իրենց տեղում չեն, պատմության մասնագետը դառնում է պաշտպանության նախարար։ Ինչ անվտանգության մասին ենք խոսում։ Անվտանգությունը եթե ունենայինք, մենք Լաչինի ճանապարհը կբացեինք այդ բնապահպաններից եւ այդ չէր լինի այդ 9 ամսյա արցախցիների օկուպացիան։ Իհարկե անվտանգությունը ապահոված չէ, մենք մեզ անվտանգ չենք զգում։ Я думаю, следующее правительство Армении должно быть в меру консервативным, чтобы сохранять наши традиции и наши ценности, и сохранять в первую очередь целостность и историю Армении. Либерализм – это не та политика, которая исторически подходит Армении и нашему обществу, поэтому я думаю, правительство все-таки должно быть консервативным и традиционным. Երկրի ղեկավարը պետք է լինի բարի, բայց որտեղից գտնենք այդ բարի մարդուն, եթե նախքան ղեկավար նստել ինքը բարի է, խոստանում է լիքը բաներ, բայց հենց նստում է աթոռին արդեն մոռանում է։ Ասում է սովածը կուշտը սոված է վիճակը ոչ մի անգամ չի հասկանում։ Ժամանակին ինքն էլ է եղել սոված, բայց որ ինքը արդեն կշտացավ, всё, ես արդեն всё, моя хата с краю։ Ես դες չգիտեմ ու всё։ Ես չեմ պատկերացնում ինչ ծեվի մարդ պետք է լինի։ Այդ թող մեր նման հասարակ բարի մարդ լինի, եթե սիրտը չցավա ժողովրդի համար, այդ մարդը ինչքան է ուզում է ղեկավար ընտրենք, իրանք խոսքով են ժողովրդի մասին մտածում, բայց գործով ուրիշ բաներ են այնտեղ դավանում, բայց սիրտը չի ցավում, որ նայես ասես, բա մեր հայերը մեղք չեն, բա մենք ինչի էսքան քչացանք, սենց էսքան էինք, մենք արժանի չենք որ կորենք, մենք չենք էլ կորի, մեկը պետք է մնանք մենք, բայց ուղղակի ժամանակ պետք է դրա համար։ Ուզենամ տեսնեմ հզոր խելացի կառավարություն, որը կմտածի երկրի բարգավաճման մասին, ամեն ինչի մասին, որ ժողովրդի համար ավելի լինի լավ կյանք ապահովի, որ ժողովուրդը ոչ թե Հայաստանից փախնի արտերկիր, այլ հակառակը լինի, հոսքը լինի դեպի Հայաստան։ Որը ընտրված լինի ժողովրդի կողմից եւ հայկական մտածողություն ունենա, արդար մտածողություն ունենա։ Միայն այդ դեպքում ինչ որ լուսավոր կետ կլինի։ Հարգված, ընդունված, փորձված, գրագետ, կիրթ։ Իշխանությունը պետք է լինի ազգային։ Ազգային իսկապես ազգի մասին մտածող, հավաքող, համախմբող, ուժեղ,
առանց այլ երկրներին սիրաշահելու, այլ իր սեփական ազգի շահը, Հայաստանի շահը պաշտպանող ղեկավար է մեզ պետք, խելացի, գիտակից, տեսած, կշտացած մարդ։